Դրա մասին բաց ներկայացրել է Ռիչարդ Մուրը հոկտեմբերի 1-ին Ստամբուլում այդ ձեր հարցի պատասխանը։ Հետաքրքիր հոդված էիք։ Հա, տեսեք, Ստեփանի ասածը ճիշտ է, բայց մասնակիորեն ես կփորձեմ խմբագրեմ ինչու։ Ինքը ներկայացնում է, որ Արևմուտքը այդպիսի ծրագրեր չուներ Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Կարող եմ ասել, որ Արևմուտքում այդ հարցի շուրջ կար վեճ։ Այսինքն իրենք Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելարուսի, Մոլդովայի մասով միակարծիք էին, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասիվ կար վեճ։ Այո, սորոսական շրջանակները կողմ էին, որ դա արվի, իսկ Ռիչարդ Մուրը հայտարարեց, որ այդ հարցի շուրջ մենք ունենք տարաձայնություն սորոսական շրջանակների հետ, որովհետև մենք համարում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, քանի որ մեծ Թուրանի ծրագիր պետք է իրականացնենք, մեզ պետք է որ այնտեղ լինեին ազգային ուժեր, եւ մեզ պետք չէր, որ այդտեղ գար, այսպես ասած, գլոբալիստական ուժեր բերեին։ Եվ այդ իմաստով ինքը ասաց, որ մենք Թուրքիայի հետ կապված ունեցել ենք ընդհանրապես երկու վեճ՝ Դաղեստանի հարցում եւ Կիպրոսի հարցում։ Մնացած բոլոր հարցերում մենք կոնկրետ այդ երկու երկրների նկատմամբ մենք ունեցել ենք միակարծիք այն, որ մենք պետք է աջակցենք Էրդողանին, պետք է աջակցենք Ադրբեջանին։ Ընդ որում ինքը ասում էր, որ երբ որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձ եղավ Էրդողանի դեմ, ամբողջ գլոբալիստական արևմուտքը կողմ էր, այսպես ասած, բանակի եւ միայն Մեծ Բրիտանիան եւ անձամբ ինքն էր, որ միանշանակ աջակցեց Էրդողանին, որտեղ Էրդողանով էին իրենք պատկերացնում թուրանական ծրագրի կյանքի կոչումը։